Առողջ գեղեցկությունն է ձեր եթերում, ձեզ հետ ես եմ Սիրանուշ Լազյանը, որտեղ եւ ով է ձեր բժիշկը, ով ձեր գեղեցկությունը պատրաստ է ընդգծելու, առաջարկելով ալտերնատիվ միջոց։ Այսօր իմ հյուրն է լազերային տեխնոլոգիաների առաջատար մասնագետ, պլաստիկ վիրաբույժ, գեղեցկուհի Քրիստինա Գրիգորյանը։ Ողջույն։ Եթե ոչ առաջին, ապա առաջին մասնագետներից եք Հայաստանում, ով աշխատել է լազերով։ Ընդհանրապես շատ դժվար է սկսել մի բան, մի երևույթ, որը անծանոթ է նույնիսկ այս պարագայում մասնագետներին, էլ չեմ ասում բուժառուների, պացիենտների մասին։ Հեշտ տրվեց ձեզ հաղթահարել այդ փորձությունը։ Փորձություն չեմ համարում դա, ընդհակառակը երևի ինչ-որ չափով նույնիսկ օրհնություն էր, եթե կարելի է այդպես ասել, ընդհանրապես իմ կյանքում միշտ այդպես է լինում, ճանապարհը ինքն է իմ առաջ բացվում ու ես շատ flexible, հայերեն չգիտեմ ոնց է, ու եթե ճանապարհ բացվում է, անպայման քայլում եմ, այդպես ստացվեց, որ պետք է զբաղվեի։ Դուք առաջիններից եք, ով կատարում է լազերային վիրահատություն։ Եկեք խոսենք ավանդական վիրահատության եւ լազերային վիրահատության տարբերությունների, էֆեկտիվության եւ բարդությունների մասին։ Որպես այդպեսին մեծ տարբերություն չկա ու բարդություն էլ չկա, նույն վիրահատությունն է, ուղղակի տվյալ դեպքում վիրահատությունը ամբողջությամբ ու կարերից բացի իրականացվում է լազերի միջոցով, բոլոր կտրվածքները, բոլոր միջամտությունները լազերի միջոցով են իրականացվում եւ այստեղ ես միայն կարող եմ խոսել դրական կողմերի մասին, որովհետեւ իմ համար գոնե անիմանալի պատճառներով լազերով իրականացված կտրվածքները շատ ավելի արագ են լավանում եւ սպիները ավելի գեղեցիկ են լինում։ Դա դրական կողմն է, բացասականի մասին չեմ կարող հիշել, որտեղ իրականում չկա, եթե մասնագետը գիտակ է եւ գիտի ճիշտ աշխատել, բացասական չպիտի լինի։ Որպեսզի մեր հեռուստադիտողի մոտ թյուր կարծիք չստեղծվի, որ լազերային միջամտությունը ավելի արդյունավետ չէ, եկեք ամբողջական ներկայացնենք, ինչ ասել է լազերային միջամտություն, իր տեսակները, որ ոլորտում է իրականացվում, արդյոք բոլոր վիրահատությունները հնարավոր է անել լազերային միջամտությամբ։ Տարբեր լազերներ գոյություն ունեն, ինձ թվում է մարդիկ ընդհանրապես ոչ միայն պացիենտները, բոլորն էլ արդեն տեղյակ են, որ մենակ մի տեսակի լազեր չկա, կան շատ տարբեր լազերային տեխնոլոգիաներ եւ բոլորն էլ բավականին մեծ կիրառություն ունեն։ Իհարկե առաջին հերթին կիրառվում են էսթետիկ բժշկության մեջ, սակայն տեսակ կա լազերների, օրինակ, որ ես օգտագործում եմ նույն վիրահատությունները իրականացնելու համար, էսթետիկ վիրահատությունների մասն է խոսքը, նաև կարելի է օգտագործել բոլոր տեսակի վիրահատությունների մասին, ընդհանուր մինչև ընդհանուր վիրաբուժության։ Հիմա գոնե աշխարհում գնում է այդ տենդենսը, ինչի համար ես ասացի, որովհետև լազերով միշտ լավացումը ավելի լավ է գնում, սա խոսքը միայն մաշկի մասին չի, ընդհանրապես յուրաքանչյուր լազերով իրականացրած կտրվածք ավելի լավ է լավանում, քան ուղղակի դանակով, սկալպելով, չգիտեմ ինչի է այդպես, բայց դա այդպես է, փաստ է ու գնում է տենդենսը աշխարհում գնում է դեպի նրան, որ ավելի շատ են օգտագործում լազերային տեխնոլոգիաները վիրահատությունների մեջ։ Դուք կոնկրետ պլաստիկ վիրահատությունների որ տեսակներն է, որ իրականացնում եք լազերի միջոցով։ Ինչպես ասացի, եթե նշում եմ այն փաստը, որ օգտագործում եմ ամբողջ վիրահատությունը կարելուց բացի իրականացնում եմ լազերի միջոցով, ապա այդտեղ կարող եմ նշել երկու վիրահատություն, դա բլեֆարոպլաստիկան է եւ լաբիոպլաստիկան։ Այդ երկուսի մեջ այդ ամբողջ վիրահատությունը ես անում եմ լազերի միջոցով, իհարկե նորից, ինչպես ասացի, լազերները կարելի է օգտագործել մյուս վիրահատությունների մեջ, թեկուզ կտրվածքները իրականացնելու համար։ Պաստորեն, էֆեկտիվությունը հասկացանք, սպիների վերականգնումը ավելի հեշտ է, դա էլ հասկացանք։ Գեղեցիկ, այո, ամենակարևորը, որովհետև նույնիսկ լավագույն վիրահատությունը հետևանք է թողնում եւ հետքը վերականգնելու համար կրկնակի պլաստիկ ձգումներ անելու, երբեմն շտկումներ անելու կարիք է լինում։ Բարդություն ընդհանրապես չունի լազերային։ Բարդություն ունի, իհարկե ունի, եթե նորից նշեմ, եթե մասնագետը գիտակ չի,
ցավոք սրտի հիմա մեր մոտ մի քիչ Հայաստանում, ինչի եմ նշում Հայաստանում, որովհետև գոնե մյուս երկրներում օրենքով որևէ ձևով կառավարվում է դա, Հայաստանում դա գոյություն չունի, նույնիսկ ոչ մասնագետները, որոնք որ նույնիսկ բժշկական կրթություն չունեն, իրենց ձեռքը կվերցնեն ապարատը ու կսկսեն աշխատել, որովհետև չգիտեմ ինչի, կարծում եմ, որ դա հեշտ բան է։ Այդ դեպքում շատ լուրջ բարդություններ կարող են լինել, բայց եկեք խոսենք դրա մասին, ինչից ինչ կհասնեն, օրինակ ես գիտեմ, որ նաև մազահեռացման ամենասովորական լազերային միջամտությունից հետո այրվածքների ինչի հետևանք է սա մեր ոչ գիտակ մասնագետների աշխատանքի հետևանք է, ես շատ եմ լսել այս կարծիքը պացիենտներից եւ ոչ միայն պացիենտներ, ուղղակի մարդկանցից, որոնք որ բժիշկ չեն։ Ապարատը միացնում ես, ինքը իր գործը անում է, չէ, ապարատը չես միացնում, որովհետև դու պիտի իմանաս նույն այդ ապարատը ունի պարամետրեր, ունի աշխատելու ձև։ Դու պիտի մասնագետ որպես իմանաս, թե դու կոնկրետ որ պարամետրն ես աշխատում, որովհետև մարդիկ տարբեր են, այսինքն ինդիվիդուալ է ամեն մարդու հանդեպ մոտեցումը, հա, չենք կարող բոլորին այնքան որ ապարատը միացնենք ու ինքը աշխատի, դու ուղղակի ձեռդ պահես, դա ճիշտ չի։ Դրա համար էլ կարող են լինել շատ լուրջ խնդիրներ, այո, նույնիսկ մազահեռացումից այրվածքներ են լինում, շատ դեպքեր են լինում, որ գալիս են լուրջ խնդիրներով եւ որ լացակումած խնդրում են, որ իրենց օգնես, երբ արդեն դու առանձնապես մեծ բան չունես այնտեղ անելու, որտեղ ամեն ինչ փչացրած է, ու դա ոչ միայն լազերին է վերաբերվում, եթե առիթ եկավ դա էլ ասեմ, դա միայն լազերային միջամտությունները ինչի վերաբերում, ընդհանրապես էսթետիկ միջամտությունները Հայաստանում մի այլ տիպի ոչ կառավարելի վիճակում են գտնվում, դա վերաբերում է թե բոտոքսի ներարկումներին, թե ֆիլերի ներարկումներին, թե լազերային եւ թե չեմ վարանի ասել, որ որոշ այսպես կոչված ճակերտների մեջ մասնագետներ իրանց թույլ են տալիս իրականացնել վիրահատական, թեկուզ փոքր վիրահատական միջամտություններ ոչ հիվանդանոցային պայմաններում, որ նորից վախենալու է եւ շատ լուրջ հետևանքներ կարող ունենալ։ Մինչեւ մահ, չեմ ուզում վախացնեմ, բայց դա փաստ է։ Դուք առաջարկում եք լազերային միջամտությունը որպես ալտերնատիվ միջոց։ Այո, առաջարկում եմ եւ որպես ալտերնատիվ միջոց եւ որպես կարելի ասել օգնող միջոց։ Շատ ինդիվիդուալ են մոտեցումները, հա։ Մենք ունենք պացիենտներ, որոնց որ կարելի է հնարավոր է լազերային միջամտությունների միջոցով օգնել ստանալ այն արդյունքը, որը որ իրենք ուզում են առանց վիրահատական միջամտության եւ կարելի է արդեն վիրահատված պացիենտին օգնել, որ ավելի լավացնեն արդյունքը, հա, դա թե սպիների շտկման է վերաբերում, թե փոքր ինչ որ sense չեմ ուզում արատ կոչեմ, բայց ինչ որ փոքր բաների, որ պետք է շտկել, որ վիրահատության միջոցով հնարավոր չէ շտկել։ Դրա հետ մեկտեղ նաև այո, որպես ալտերնատիվա կարելի է, հա, լազերային միջամտությունները բերել թե վիրահատության ալտերնատիվա, թե ֆիլերի եւ թե բոտոքսի ալտերնատիվա։ Այստեղ երևի խոսեմ այն նորամուծությունը, որ սկսել ենք անել վերջերս, դա շուրթերի ծավալի մեծացումն է, կամ ես սիրում եմ կոչել շուրթերի երիտասարդացումը լազերի միջոցով առանց ֆիլերի ներարկման։ Սա որպես ալտերնատիվա կարելի է դիտարկել, այսինքն բոլոր այն մարդիկ, որոնք որ օրինակ ինչ-ինչ պատճառներով չեն կարող իրականացնել ֆիլերի ներարկում, թե հիմա ալերգիա ունեն կամ որևէ այլ բան, կամ հենց զուտ չեն ուզում որևէ մի բան ներարկեն, լազերի միջոցով հնարավոր է ստանալ արդյունք, որը որ իրենց կբավականացնի, կգոհացնի, կամ էլ նաև, ինչպես ասացի, ինքը նաև օգնող միջոց է, նույնիսկ այն կանանց կամ ինչու՞ չէ նաև տղամարդկանց, հիմա արդեն տղամարդիկ են անում, որոնք որ ունեն արդեն ներարկած ֆիլեր, բայց ֆիլերը երբեք չի երիտասարդացնում շուրթը։ Դրա համար ես հենց նշեցի, որ երիտասարդացում նաև որպես օգնող միջոց, լազերի միջոցով հնարավոր է իրականացնել երիտասարդացում։ Ընդհանրապես լազերների բոլոր լազերների միջոցով հնարավոր է երիտասարդացնել մեր մարմնի յուրաքանչյուր հատվածը, ոչ միայն շուրթերը։ Որքան ժամանակը մեկ կարելի է այս դեպքում կրկնել միջամտությունը։ Եթե շուրթերի մասին է խոսքը գնա։ Դեմքի հետ կապված։
Ինչի հարցրեցի շուրթերի մասն է խոսքը գնում, որովհետև շուրթերի դեպքում այդ արդյունքին հասնելու համար ինքը մի հատ փոքր կարելի է այդպես ասել կուրս է, որ պետք է արվի 5 կամ 6 անգամ 5 օրը 1 որովհետեւ մենք ստանանք այն արդյունքը, որը որ ուզում ենք։ Իսկ եթե ընդհանուր որևէ մի հատվածի երիտասարդացման մասին է խոսքը գնում, անպայման մինիմում 1 ամիս ինտերվալներով պետք է արվի։ Ոչ շուտ 1 ամսից, 1 ամսից ուշ կարելի անել, ասենք 2-3 մի տարի հետո կարելի անել, բայց 1 ամսից շուտ ոչ։ Շատերը վախենում են լազերային ընդհանրապես լազեր ասվածից, ովքեր որ ունեն խալեր, պապիլոմաներ այս պարագայում եւ չեն ուզում հեռացնել։ Այս պարագայում օրինակ, եթե ես դեմքս ուզում եմ անել այդ միջամտությունը, բայց իմ դեմքը ունի պիգմենտներ, անվնաս է, ընդհանրապես պիգմենտը նույնիսկ ցանկալի է վերացնել, որովհետև չեմ կարծում որևէ մեկ ուզում է, որ իր դեմքը անհարթ լինի գունայինի մասն եմ խոսում, իսկ խալը կախված է լազերի տեսակից։ Օրինակ երևի շատ եք լսել, որ երբ գնում են լազերային մազահեռացում են անում, եթե գոյություն ունի խալ, անպայման խալը փակում են։ Իսկ եթե խոսում ենք այն լազերի մասին, որը որ ես օգտագործում եմ թե վիրահատություն անելու համար, թե որը որ կոչում եմ երիտասարդացում, այդ դեպքում ոչ խնդիր չէ, ընդհանրապես պիգմենտի հետ ոչ մի գործ չի ունենում այդ լազերը։ Խոսքը CO2 լազերի մասին է, այդ լազերը միայն աշխատում է, իր արդյունքը տալիս է մաշկի վնասման միջոցով, то есть մաշկը վնասում է, վերականգնողական շրջան կա, վերականգնվելուց հետո արդեն ունենում ենք արդյունքը, դա մի քիչ բարդ process-ներ են գնում օրգանիզմում, էլի։ Այդպես։ Ավելին CO2 լազեր օգտագործում ենք հենց այդ նույն խալը հեռացնելու համար։ Այսինքն ընդհանրապես խնդիր չի։ Անպայման կատարելով նաև նախնական հետազոտություններ, փաստորեն։ Նախնական հետազոտությունների եւ հետո հետագա հետազոտություններ, այսինքն նախնականի միջոցով որոշվում է թե ինչ տեսակի խալ է, ավելի շատ ինչ տեսակի պիգմենտ է։ Իսկ հետո հեռացնելուց հետո արդեն տրվում է հիստոլոգիական հետազոտության, որը որ վերջնական պատասխան է տալիս, թե ինչ տեսակի խալ է։ Պարզ է։ Շատերը երազում են հայտնվել ամերիկյան ամսագրերում։ Իմ բնագավառում ամեն դեպքում ինձ համար դա երազանք է։ Դուք ինչպես հայտնվեցիք ամերիկյան ամսագրում, ինչն էր պատճառը։ Այդ ոնց ստացվեց, խնդրում եմ խոսենք նաև այդ ամսագրի սկիզբը եւ վերջը։ Եթե նորից ասեմ, որ ճանապարհը ինքը բացվում է ու ես միշտ ուղղակի քայլում եմ այդ ճանապարհով, սա էլ այդ հերթականներից մեկն էր, մեկ լազերի, այսպես ասած, կամպանիա կա, բրենդ կա, որում որ ես տրեյներ եմ եւ այդ կամպանիան իմ աշխատանքները, մինչև տրեյներ սարքել է, իմ աշխատանքները տեսնելուց հետո իրենք առաջարկեցին, ասեցին շատ է դուր գալիս, ուզում ենք տպագրենք, դուք դեմ չեք, ասացի ոչ, երբեք դեմ չեմ լինի նման բանի։ Դուք ձեր խոսքում նաև ասացիք, որ ուսուցանում եք, խոսենք այդ գործունեության մասին։ Դե հա, ես նաև ուսուցանում եմ բժիշկներին, որոնք որ ուզում են կամ տիրապետ են լազերային տեխնոլոգիաներին, կամ էլ ուզում են ավելի խորացնել իրենց գիտելիքը։ Բավականին մեծ փորձ ունեմ ուղղակի դրա մեջ ու փորձում եմ իմ փորձով կիսվել էլի։ Իսկ ձեր ուսուցիչը ով էր այս ոլորտում։ Տարածաշրջանում եք անցել։ Չէ, երբ որ ես սկսում էի չկար Հայաստանում, ես նորից եմ ասում առաջին, то есть նորից չեմ ասում, դուք ասացիք ես առաջիններից եմ Հայաստանում, որ սկսեց օգտագործել դա, չէ, բոլոր վերապատրաստումներս անցել եմ դրսում, Եվրոպայում հիմնականում։ Մենք խոսեցինք ալտերնատիվ միջոցների մասին, բայց ուզում եմ խոսեք, թե Մեդինեսում կոնկրետ ինչ գործիքային միջամտություններ կան, որ համարվում են ալտերնատիվ։ Իրականում Մեդինեսը բավականին հագեցված է գործիքային, հա, միջամտությունների առումով։ Արդեն նշեցի, որ շուրթերի հետ կապված, շուրթերի ներարկման հետ կապված մենք ունենք ալտերնատիվ, որ առաջարկում ենք, նաև ունենք ուլտրաձայնային ձգման ապարատ, որը որ կարող է համարվել բոտոքսի ալտերնատիվա, նորից ինչ-ինչ պատճառներով, եթե մարդիկ չեն կարող կամ չեն ուզում բոտոքս ներարկեն,
ուլտրաձայնային ձգման միջոցով կարելի է ստանալ արդյունք, օրինակ ունքերի բարձրացում, որը որ շատ են ուզում, որոնք որ նորից չեն ուզում անեն վիրահատության միջոցով կամ նորից բոտեքսի միջոցով։ Ունենք նաև ասեղային ռադիոհաճախականության կամ հիմա շատ են բոլորը դա կոչում են Morpheus, որը որ նորից ալտերնատիվա է ձգման։ Ես չեմ իհարկե որպես պլաստիկ վիրաբույժ չեմ ասի, որ ինքը կարող է լինել լիպոսակցիայի ալտերնատիվա, բայց որոշ չափով կարող է արդյունք տալ նորից այն մարդկանց համար, ովքեր որ խուսափում են վիրահատությունից կամ ինչ-որ պատճառով չեն կարող վիրահատվել։ Այսինքն Medines-ում մենք ունենք բոլոր հնարավորությունները մարմնի բոլոր հատվածների, բոլոր խորությունների վրա աշխատել, երիտասարդացնել եւ ձգել վիրահատությունից զատ։ Շնորհակալություն, այսքան ինֆորմացիա մեզ տրամադրելու համար։ Առողջ գեղեցկություն հաղորդումը թույլ է տալիս նաեւ ձեր բժշկին ճանաչել որպես մարդ։ Մի քանի անձնական հարց մեր բժշկուհուն։ Ինչից է վախենում բժիշկը։ Երևի ոչնչից։ Եթե ինչ-որ մի բանից վախենում եմ, շատ արագ մտնում եմ դրա մեջ, որ վախս դուրս գա, հիմա կարող եմ համարել այս պահին ամեն ինչի վրա աշխատած։ Պահանջկոտ եք թե հարմարվող։ Նայած ինչի մեջ, նայած ում հանդեպ, իմ հանդեպ շատ պահանջկոտ եմ, բայց մարդկանց հանդեպ երևի մի քիչ շատ ներողամիտ եմ, շատ ներողամիտ եմ ու հարմարվող։ Ինչը երբեք չի ների բժշկուհին։ Չկա նման բան, որ ես կարող եմ ասել, որ երբեք չեմ ների, կարող է ուղղակի չընդունեմ։ Ինչպես ասացի, ներողամիտ եմ, շատ։ Ինչ չեք անի երբեք։ Չեմ կարող ասել, երբեք այդ կրեդոն կա, երբեք մի ասա երբեք, չգիտեմ։ Իրավիճակ, որից հետո փոխվեց ձեր կյանքը։ Գիտեք, կյանքը ամեն օր է փոխվում։ Իրականում շատ բաներ են տեղի ունեցել կյանքում, որ ոչ թե կյանքն են փոխել, այլ ինձ են փոխել։ Դա ես էլ որ փոխվում եմ, կյանքն էլ է փոխվում, դրա համար չեմ կարող նշել որևէ կոնկրետ իրավիճակ։ Գիրք, որը կարդալուց հետո ձեր մոտեցումը փոխվեց ինչ-ինչ հարցերի շուրջ։ Դե միշտ կան, չէ՞, գրքեր, յուրաքանչյուր կարդացած գիրք փոխում է աշխարհայացը։ Սիրում եմ կարդալ, շատ եմ սիրում կարդալ ու միշտ եմ կարդում, բայց նորից յուրաքանչյուր կարդացած գիրքը, յուրաքանչյուր գլուխը ազդեցություն է ունենում մարդու վրա։ Հիմա ինչ եք կարդում այս պահին։ Հիմա կարդում եմ Բուլգակովի Белая гвардия։ Ինչ կփոխեք ձեր բնավորության մեջ, որ գիծը։ Ոչ մի գիծ էլ չեմ փոխի։ Ես այսպեսին եմ, ինչպեսին ինձ կյանքն է ստեղծել, ինչպեսին ժառանգել եմ իմ նախնի, ինչ որ ժառանգել եմ իմ նախնիներից։ Կյանքը ինքը փոխում է, ինչ որ պիտի փոխվի, կփոխվի։ Հիմա ես ոչինչ չեմ ուզում փոխել։ Ինչպեսին եք տեսնում ձեզ 10 տարի անց։ Երջանիկ եւ գոհ։ Այսպիսին էր բժշկուհի Քրիստինա Գրիգորյանը որպես մարդ։ Եթե դուք ունեք ձեզ հուզող կամ անհանգստացնող հարցեր, ապա զանգահարեք Medines բժշկական կենտրոն 055 505 605 հեռախոսահամարով։ Անձնակազմը մեծ սիրով կպատասխանի ձեզ հուզող հարցերին։ Եղեք առողջ եւ գեղեցիկ։